ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է հանդիպումը։ Ինչ եք կարծում Ինչ եք կարծում Ռուբեն Ռուբինյանը ձեզ հետ հանդիպմանը ամեն դեպքում ներկա կգտնվի, քանի որ սրանից առաջ ունեցած ձեր հանձնաժողովի այդ հանդիպմանը միայն մեկ պատգամավոր էր եկել։ Ճիշտ ասած, ես չեմ խնդրել Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումը, դա ազգային ժողովի նախաձեռնությունն է, այսինքն նախաձեռնության հեղինակը ինքն է, պարոն Ռուբինյանն է, եւ ոչ թե նախաձեռնել է ինձ հետ հանդիպում, այլ քաղաքացիների ընդունելություն։ Եվ ես ծանոթանալով ազգային ժողովի կայքից պարզապես գրանցվել եմ եւ ներկայացել եմ ընդունելության։ Հիմա եթե ինքը իր իսկ հրավիրած ընդունելությանը չմասնակցի, պիտի հասկանանք ինչի պիտի լինի։ Կարծում եմ, որ պետք է գա եւ մասնակցի։ Ինչ հարցեր բացեցնելու Ռուբինյանին։ Ես ասել եմ, հիմնական հարցը, որ ես այսօր ունեմ քննարկելու բոլոր պատգամավորների հետ, այդ թվում եւ պատգամավոր Ռուբինյանի հետ, դա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ իր դիրքորոշումն է։ Ես իրենից գրավոր իմ նամակին պատասխան չեմ ստացել, նախ ուզում եմ հասկանալ, թե ինչ վիճակում է իմ գրությունը, ինչի ինքը նրան չի պատասխան։ Թորոսյանը պատրեց այդ գրությունը։ Արսեն Թորոսյանը պատրեց կամ պատգամավորներ, որ գրավոր պատասխանել են, բայց Ռուբեն Ռուբինյանը, որ չնայած որ ինքը պատգամավորնելու նաև ազգային ժողովի փոխնախագահ, ունի խորհրդական, օգնական, գործավար, ես ուրեմն այս ամբողջ աշխատակազմով հանդերձ ինչի չեն կարող մի նամակի պատասխան գրեն։ Եվ նաև կարևորը նամակի բովանդակությունն է։ Իր այդ լրացուցիչ եւս երկու հարց ունեմ քննարկելու։ Մեկը պայմանավորված է իր կարգավիճակով հայ-թուրքական գործընթացում իր ներգրավվածության օրինականության, սահմանադրականության հետ կապված հարց ուզում եմ իրենից բարձրաբանումներ ստանալ, եւ նաև ինքը ընդգրկված է ազգային ժողովի նախագահի որոշմամբ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում։ Ուզում եմ իմանալ նաև որպես պատգամավոր ինքը ինչ ֆունկցիաներ է կատարում այդ հանձնաժողովում։ Պարոն Ղազարյան, մի քիչ առաջ, երբ որ հանդիպում եք մյուս պատգամավորների հետ, նշեցիք, որ Ռուբեն Ռուբինյանը ստում է, ուզում եք իմանալ, թե ինչի է ստում, խաբում է։ Ինչ նկատի ունեք, երբ որ ասեցիք, մի փոքր առաջ ճեպազրույցի ժամանակ նշեցիք, ինչ որ հարցերի պատասխաններ եք ուզում ստանալ Ռուբինյանից, թե ինչի է խաբում, ինչ նկատի ունեք, ինչն է օրինակ խաբում, որ ուզում եք այդ պատասխանները ստանալ։ Խաբում է։ Հիշեցեք ինչ կոնտեքստում ասել, որտեղ իրանք ընդհանրապես մեր ժողովրդին շատ են խաբել։ Հիմնական խաբեությունը կայանում է դրանում, թե իրանք ինչ խոստումներ են տվել մեր ժողովրդին եւ ինչ են կատարում։ Ու եթե պարզվում է, որ իրանք իրենց խոստումները չեն կատարում, ուրեմն դա խաբեություն եւ խարդախություն է։ Օրինակ Ռուբեն Ռուբինյանը եղել է նաեւ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ եւ վարել է Հայաստանի արտաքին քաղաքականություն։ Ես ուրեմն ինքը ինչ քաղաքականություն է իրականացրել, որը հիմա չի իրականացվում։ Եվ պատճառն ինչ է, ասենք օրինակ 19 թվականին իրենց իշխանությունը խոսում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության ճանաչման, Արցախի եւ Հայաստանի հարաբերությունների ավելի մերձեցման, զարգացման մասին։ Հիմա ես ուրեմն ինչի դրա մասին չեն խոսում։ Եթե չեն խոսում, ուրեմն խաբում են, խարդախություն է դա։ Դե հասկանանք, իրենք իրավունք ունեն արդյոք խաբել մեր ժողովրդին։ Իրենք խոստումներ են տվել։ Ռուբեն Ռուբինյանը ընդգրկված է եղել իմ քայլը ներողություն քաղաքացիական պայմանագիր խմբակցության համամասնական ցուցակում 21 թվականի ընտրություններում ունեն նախընտրական ծրագիր։ Խոստումներ են տվել մեր ժողովրդին։ Հիմա ես իմանամ իրենց խոստումները կատարում են թե չեն կատարում։ Բայց թե չեն կատարում, ո՞ս կարելի է որ հանրային ծառայողը խափի մեր ժողովրդին, խոստում տա ու չկատարի։ Կպարզել է ամեն ինչը։ Մենք իրանց այնպես չի էլի, որ իրանք սենց են անում, մենք հաշտվենք այդ իրենք ովքեր են, ընդհանրապես հանրային ծառայողներ, սովորական մարդիկ, որոնք պարտավոր են մեզ ծառայություններ մատուցել, եւ այդ ծառայությունները պետք է լինեն իրենց խոստումներին, իրենց պարտականություններին համահունչ եւ լինեն որակյալ։ Եվ այդ հարցերը մենք իրենցից պետք է պարզենք բոլոր նման հնարավոր առիթներով։ Նաև նշեցիք, որ կարող էր օրինակ ձեր տուն հեիք հրավիրում, ասում եք կարող էր կալ, որպեսզի այսօր եթե անակնկալի չկա, ինչի պետք է անակնկալի կար, ինչ պատճառ կար էլի։ Տուն ասել նկատի ունեմ, պատրաստ եմ իրան նախապես ասել, թե ինչ հարցեր եմ պատրաստում իր հետ քննարկել, այսինքն նեք ես տեսեք հիմա ինքը ուղիղ եթերը երևի շատ լրատվամիջոցներ, միգուցե հնարավորություն հիմա լսելու։ Ես առավոտյան եմ ասել, թե ինչ հարցեր եմ պատրաստում իր հետ։ Տաղածը գնալուց խոսեցիք, որ զգուշացնի, որ կարող է այսօրվա հանդիպումից հետո ինքը ներկայանա ազգային անվտանգության ծառայություն, եթե բարեխիղճ գտնվի, անկեղծ ասած ես այդ եմ ակնկալում, որ
ներկայանա իր ենթադրյալ հանցանքներով ինքնախոստովանական ցուցմունքներ տա եւ իրան ձերբակալեն, որովհետեւ ինքը իմ տպավորությամբ համանդրական կարգի տապալման ուղղված ենթադրյալ հանցագործություններ է կատարում։ Եվ ես այդ ամեն ինչը շատ բարձր, այսինքն անակնկալներ չունեմ իրան մատուցելու, էլի որ ասեմ չեմ ասի հիմա ինչ եմ խոսելու, երբ որ հանդիպենք այդ ժամանակ ոչ։ Շատ բարձր բաներ է, այսինքն այնպես բաներ է, որ հիմա էլ կարամ ասեմ իր այդ հանդիպելուց էլ եմ նույնը ասելու, հանդիպումից հետո էլ եմ նույնը ասելու, որովհետև դրանք անձնական բնույթի հարցեր չեն, պայմանավորված են նաև իր որպես հանրային ծառայողի գործունեության հետ։ Կոնկրետ այս հանդիպումից իմ տպավորությունները կարող եմ ասել հանդիպումից հետո նախնական իմ նպատակն է, որ ես բոլոր պատգամավորներին, ում հետ որ հնարավոր է հանդիպել, հիմնավորեմ այն առաջարկությունը, որ ես իրաց ներկայացրել եմ։ Եվ եթե իրանք ունենան դրան հակադիր փաստեր, ինձ հետաքրքիր է դրանք լսել։ Ես եմ շնորհակալ։
Ճիշտ ասած զարմացած եմ sense պատասխան լսելու։ Ոչ թե չեմ սպասում, այսինքն նրան այդպես իրավունքով է տվել, այսինքն ոչ թե չի ընդունում քաղաքացուն, իրանք են նախաձեռնողը, այսինքն ցանկացած քաղաքացու իրանք պիտի ընդունեն առանց պատճառաբանություն ներկայացնելու, ընդ որում պարզվում է որ ոչ թե ընդունելությունն է չեղարկվե, ես տենց հասկացա պարզաբանող աշխատակցից, այլ իզից առաջ քաղաքացի ընդունել է եւ կարող է իզից հետո էլ ընդունի, չի պատրաստում միայն ինձ ընդունելու։ Սա ուղղակի խուսափում է, վախենում է երևի, այսինքն այն փաստարկների լսելուց են բաները, այսինքն պատասխաններ չունի ըստ էության, բայց սա ձև չի, ես կարծում եմ, որ մենք հələ պետք է հասկանանք, թե սրա նկատմամբ ինչ լուծում է։ Ես ինքս բարձրաստիճան պաշտոնյա եմ եղել, ես մարզպետ եմ եղել, երբ որ քաղաքացիների ընդունելություն ա եղել, մենք բոլոր քաղաքացիներին ընդունել ենք մինչև վերջին մարդը, ով որ հերթագրված է եղել, ես իմ պրակտիկայում նման բան չեմ տեսել, նման բան չեմ հիշում, ասենք ընտրողաբար վերաբերվել քաղաքացիներին, ում են ընդունում, ում չեն ընդունում։ Օրենքում կամ արժեքանական օրենքում Սա կոպտագույն խախտում է, ես կբողոքարկեմ նրա անգործությունը, որտեղ որևէ հիմա ասենք ուրիշ բան ասեն, որ ինքը, չգիտեմ, ընդհանրապես քաղաքացիների ընդունելությունը հետաձգվում է ինչ-որ իր առողջական խնդիրների պատճառով, ասենք, չգիտեմ, WhatsApp-ով հաղորդագրություն ստացել եւ ասենք ինսուլտ է տարել, վատ է, տարել են հիվանդանոց, դա օրինակ պատճառաբանություն է, բայց ասենք գալ այստեղ ընդունել քաղաքացիների մի մասիվ կոնկրետ ինձ չընդունել, սա ուղղակի կամայականություն է։ Սա չէ, սա պատասխան ունենալու է, չի մնալու։ Չէ, ո՞նց է սպասելի։ Ասենք այլ բանա ես նախաձեռնեմ ինքը մերժի հանդիպումը, չէ, բայց իրենք են նախաձեռնողը։ Ես կարդացել եմ ազգային ժողովի կայքում, որ քաղաքացիների ընդունելությունը ազգային ժողովի փոխնախագահի մոտ զանգել եմ, գրանցվել եմ, իմ անձնական տվյալներն են ճշտել, ես դրանք բոլորը հայտնել եմ ինչի համար, այս ընդունելությունը կայանալու նպատակով եւ հիմա դրանից խուսափելը դա չգիտեմ, դա պաշտոնական պարտականությունների կատարումից խուսափում է, ես պիտի հասկանամ, բա ինքը ինչով է զբաղվում, ինչ անում։ Ասում եք անհետևանք չի մնալու, ինչ եք պատրաստվում։ Ես ճիշտ ասած պետք է հələ մատ խորհրդակցեմ իրավաբանների հետ հասկանալու համար, ասենք այս անգործությունը քրեական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունա թե չէ, վարչահարության ինչ կամ վարչահարության իմաստով ինչ է սա նախատեսում, որովհետև սա ակնհայտ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իր պարտականությունների կատարումից խուսափում է ու անհասկանալի պատճառաբանությամբ, այսինքն ոչ օբյեկտիվ պատճառ, սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում։ Մանավանդ ես իրեն անձնական հարցով չի, ինձ հարցրել են ինչ հարցով եք ուզում դիմել, ես ասել եմ, որ հանդիպման նպատակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի քննարկումն է իր հետ, ինչը իր որպես падգամավորի պաշտոնական լիազորությունների շրջանակում, այսինքն ես իրեն անձնական հարցերով չեմ դիմում, որ ինքն էլ ընդհանրենք ասի, ես անձնական հարցերով ընդունելություն չեմ անում։ Սա Օրինակ օրակարգում այլ հարց լիներ, ոչ թե իմպիչմենտի, հնարավոր է ձեզ ընդունել։ չեմ կարող ասել, եթե հիմա ինքը իր պարտականությունների կատարումից հրաժարվում է, ինչ տարբերություն, ինչ հանգամանքներում է հրաժարվում։ Ինքը ասում է, ընդ որում ասում է, ձեզ աշխատակիցը տենց բացատրեց, ասում է, ձեզ չի ընդունում։ Սա ես լուրջ եմ ասում, ես պետական պաշտոններ զբաղեցրել եմ, ես բան չեմ լսել։ Կոնկրետ իմ հետ, այսինքն ոչ թե քաղաքացիների ընդունելությունն է չեղարկվել, այլ ինքը մերժել է միայն ինձ հետ հանդիպում է քաղաքացիների կամ ոչ մի պատճառաբանություն, տենց է, տենց ոնց որ տենց ասել։ Կոնկրետ միայն իմ հետ, այսինքն եթե այլ քաղաքացիներ կան գրանցված, նրանք մասնակցել են ընդունելությանը։ Այո, Եթե շարունակել նմանից վերաբերվել ախոր պետք է փախած փոքր երկրում ո՞նց պիտի փախնել, ո՞նց պիտի փախ։ Մանավանդ ես իրանց ինչ եմ անելու, ես խո իրանց աղբարկը չեմ նետելու, ոնց որ իրանք նետել են իմ գրությունը։ Չնայած իրանք հուշում են, որ տենց է, ինչ տարբերություն չէ, քաղաքացու հետ էս վարվում, թե իր խոսքի, որը պաշտոնական գրության տեսքով, պաշտոնական խողովակներով ներկայացվել է։ Բայց անկեղծ ասած ես չէի պատրաստում այսօր Ռուբեն Ռուբինյանին նետել աղբարկը։ Ես տենց մտադրություն չունեմ, անկեղծ ասած դες ֆիզիկական տվյալները չունեմ, որ ամենանգում նույնիսկ մեծ մտադրության դեպքում դա կարողանամ իրագործել։ Ես դա մենակ էլ իր հետ խոսալու։ Այո, եւ ոչ միայն, ես իր հետ նաեւ եւս երկու հարց ունեի քննարկելու, պայմանավորված իր
հակասահմանադրական գործունեության ու կարգավիճակի հետ հայ-թուրքական գործընթացի իմաստով եւ նաեւ իր կարգավիճակից բխող պարտականությունների իմաստով պայմանավորված Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կազմում ընդգրկված լինելու հանգամանքով եւ ինքը ինձ որպես քաղաքացու պարտավոր է տալ անհրաժեշտ տեղեկություններ եւ այս ընդունելությունների նպատակը հենց դա է։ ու որևէ կերպ չեմ պատրաստվում։ Բայց կանխատեսել եք ինչ պետք է հեսա։ Բայց անլուրջ է իրանց վերաբերմունքն, այսինքն եթե իմ բարձրացած հարցը հղում անում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ վերաբերվում է падգամավորների լիազորություններին։ Ոնց կարա դա անլուրջ լինի։ Լուրջը ո՞րն է, բա լուրջը իրանց պարտական Բայց ով ասում որ տեխնացում մենք պիտի ունենանք, այլ ոչ թե իրենք պիտի, բայց հարցերը հենց իրանց հետ պիտի։ Ես լսել եմ իրենց ճեպազրույցները ձեզ հետ, մամուլի տարբեր ներկայացուցիչների հետ։ Ես մի քանիսի պատասխաններ եմ ստացել, անլուրջը իրանց մոտեցումներն են, իրանց պատասխանը, իրանք չեն պատկերացնում այս գործընթացի էությունը։ Եվ հիմա այս հանդիպումների նպատակն է, որ ես իմ համեստ գիտելիքների եւ փորձառության շրջանակներում փորձեմ իրենց բացատրել, որովհետեւ այդ տեխնացուն իրենք պիտի առաջադրեն։ Ես վարչապետի տեխնացու առաջադրել իրավունք չունեմ, ես падգամավոր չեմ։ Падգամավորը Ռուբեն Ռուբինյանը եւ ինքը իրավունք ունի նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Բայց ինքն էլ պարտավոր է դա անի։ Ասենք կներեք, էլի, նոր քիչ առաջ մեր գործընկերներից մեկի հետ, ասենք իմ հետ բերել եմ այսօր քննարկման համար կառավարության գործունեության ծրագիրը, որը կատարելու պարտավորություն ունի կառավարությունը։ Եվ լրագրողները ձեզ հետ չէ՞ ոնց որ մերի խնդրեցի ասի 4-ից 102 էջ է։ Մինչև այդ տիտղոսաթեր բովանդակություն բան։ Ասենք 4-րդ էջից է սկսում։ Ասում եմ, մի հատ խնդրում եմ 4-ից 102, մի հատ ցանկացած այդ բարությունը կարամ անեմ։ Մերին ասաց 7։ Ասենք բացում ենք 7-րդ էջ։ Բայց 7-ը բացեք հիմա։ Բայց 7-ը ով ասաց։ Մեկ ասաց 7։ Ոնց որ ազատություն ռադիոկայանին է 25-ը կնայենք էսա։ 7-րդ էջ ԵԱԿ Միսկի խմբի համանախագահությունը։ ԵԱԿ Միսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան խնդրի լուծման եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, այսինքն կառավարությունը դա համարում է գլխավոր ուղղություն ԵԱԿ Միսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը։ Հիմա կառավարության ղեկավարը ասում է, որ մենք պատրաստվում ենք ինքներս նախաձեռնենք ԵԱԿ Միսկի խմբի լուծարումը։ Այսինքն ուղիղ ոչ միայն ծրագիրը չի կատարում, այլ ինքը ուղիղ հակադրվում է այս կառավարության ծրագրին։ Բայց ազգային ժողովն է դրա համար, որպեսզի վերահսկի կառավարության գործունեությունը եւ ծրագրային շեղումներ հայտնաբերելու դեպքում սկսի վարչապետին անվստահություն հայտնելու, որ անլուրջ, մտ խնդրում եմ ասեք, այն որ ասում է անլուրջ է։ Էսա լուրջ, այսինքն որ կառավարությունը ծրագիր ունենա, ու իր ծրագիրը չկատարի, դա լուրջ է։ Ու եթե քաղաքացին այդ հարցը բարձրացնում ասում է ձեր գործով զբաղվեք, ասում որ դա անլուրջ է, լուրջը ո՞րն է։ Մա թիվ ասեք։ 10։ Դու կտանես կբերես այն ամենացավոտ տեղերին կխփես։ Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, ուշադրություն 10-րդ էջն է։ Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը եւ կայունությունը, արտաքին եւ անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը ԵԱԿ Միսկի խմբի համանախագահության ներքո։ Հիմա ձեր ասածը ձեր դուրն եկավ 10-ն էր։ Հիմա կառավարությունը այս ծրագիրը իր կատարում է Ուսա լուրջ է, այսինքն կարելի է մարդկանց խաբել ամբողջ ժողովրդին, առաջին էջում գրել են։ Կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության, այդ 2050-ը որ Հայաստան ֆուտբոլ չեմպիոնն է։ Դրա վրա այսինքն կարելի է գնալ ընտրությունների, համատարած ժողովրդին խաբել, գրել այս ծրագիրը, գալ ազգային ժողովում հավանության, բայց անել Ալիևի պահանջները։ Ու դա լուրջ է։ Ու երբ որ մենք Հայաստանի քաղաքացիներով ասում ենք հələ մի հատ լրջացեք, ձեր գործով զբաղվեք,
Ինչ անլուրջ նախաձեռնություն է։ Ոնց կարան ԿՊ-ականները Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնեն։ ԿՊ-ական չէ մեր հարգարժան Աննա Գրիգորյանը։ Տեսավ դավաճանախումբը դուրս եկավ, հիմա դեմներն է պայքարում։ ԿՊ-ական չէ Թաքուի Թովմասյանը։ Տեսավ դավաճանախումբը դուրս եկել պայքար է տանում դրանց դեմ։ Տեսեք քանի կուսակցություններ են ի սկզբանե աջակցել Նիկոլ Փաշինյանին 18 թվականի կառավարությունում ովքեր էին կոալիցիա Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը իր նախարարները չէին, Արթուր Խաչատրյանը, Արծվիկ Մինասյանը իր նախարարները չէին, Մեհեր Գրիգորյանն է մենակ մնացել սովետական միլիցիայի նվեր Անտառամեջ Գեղի հասարակությանը։ Պարոն Ղազարյան, նախ ներբականները եւս, հա, Հովիկ Ղազարյանը եւս նման գործընթաց է սկսել ու ինքն էլ ասում է, որ պատրաստ է ձեզ հետ, քիչ առաջ մենք ներեցուցում ենք, ասում է, որ պատրաստ է ձեր տրամաբանության մեջ է երկու նախաձեռնություններն են ու պատրաստ է քննարկումներ սկսել թեկուզ հենց վարչապետի տեխնացուի շուրջ։ Ես կարծում եմ, որ ԿՊ-ական վարչապետի տեխնացու կարող են լինել նախկին կաններից մեկը։ Դա իր մոտեցումն է, ես նորից եմ ասում, իր հայտարարությունների նախաձեռնությունը մեր տրամաբանության հետ չի հակասում, որովհետև մենք ասում ենք դուք падգամավորներ եք, մենք բոլորին ենք դիմել։ Падգամավորները պիտի վերահսկեն կառավարությանը եւ եթե ծրագրի շեղումները սկսեն անվստահության գործընթաց։ Թե անվստահության գործընթացում որ падգամավորը ինչ պատկերացումներ ունի, դա իր իրավունքն է։ Ես չեմ կարող Հովիկ Աղազյանին ասել, թե ինքը վարչապետի տեխնացուի ընտրության հարցում ինչ սկզբունքներով առաջնորդվի։ Եթե նա գտնում է, որ դա պիտի լի ԿՊ-ից երբևէ համագործակցած մի գործ, դա իր պատկերացումներ է։ Ես չեմ կարող падգամավորի որոշման վրա ազդեցություն ունենալ։ Բայց մյուս падգամավորներն էլ կաշկանդված չեն Հովիկ Աղազարյանի դիրքորոշումով, այսինքն այլ падգամավորներ կարող են այլ մոտեցումներով առաջնորդվել եւ ամեն մեկը սկսի այս պահին ազգային ժողովում ըստ ազգային ժողովի կանոնակարգի կարող է սկսել 107 գործընթաց վարչապետին անվստահություն հայտնելու մասին, ամեն մեկը իր վարչապետի որից հետո քաղաքական քննարկումները, որ ասում եք պարոն Աղազարյանը պատրաստ է քաղաքական քննարկումներ, ինչը որ նորմալ է էլի, պիտի բերեն հանգեցնեն եւ վերջո ամենառացիոնալ, ամենաարդյունավետ որոշումներին, իսկ քաղաքական գործիչները դրա համար են, որ քննարկումների արդյունքում կան ռացիոնալ որոշումներ, այլ ոչ թե պետության սահմանադրական կարգի հիմունքները տապալեն ու նստեն նայեն իրար երես, ասեն դե գիտեք ինչ, հիմա դրա ժամանակը չի, փողոցում զանգված չկա, ավանսով ու падգամավոր բերող չկա։ Դե եկել են որ բերեմ այդ падգամավորներով էր այդ մասին խոսում, թող գա միասին բերենք, ասենք ես մենակ պիտի բերեի։ Դե թող գային ազգային ժողովի падգամավորներ էին, չէ՞։ Մասնավորապես օրինակ ասենք Հայաստան Դաշինքի գործընկերը, որ ինձ ասում է գնա падգամավոր բեր, եկել էի Ռուբինյանին բերեի։ Հիմա եք գայի ձեր ազգային ժողովի փոխնախագահը ինչ չեն թողնում, չէ՞, մտնեմ ներս, падգամավորին խո չեն կարա չթողնեն։ Դոմատ մտնեին ներս, ասեն հələ մա տարիստ է, ասի ով ես դու որ քաղաքացու ընդունելություն ես հայտարարի, քաղաքացին եկել է չես ընդունում։ Բա պայքարը ո՞նց է ալնում։ Միասնական ջանքերով ալնում, չէ, ծիծաղի առարկա է։ Ուզում եք հայհոյեք ինձ, հասկանում եք, ուզում են թող ես այդ վիրավորանքները անձնական չեմ ընդունում։ Բացարձակապես, որովհետև իմ պայքարը իմ անձնական խնդիրների համար չի, որ այդ պայքարի շրջանակներում էլ մեկը ինձ վիրավորի, ես անձնապես վիրավորվեմ, նեղանամ, խռովեմ, ես սրանով չզբաղվեմ։ Ուզում են թող ամենավերջի հայհոյանքները տան, այդ հայհոյանքները ես ինձ վերաբերելի չեմ համարում։ Սա շատ լուրջ գործընթաց է, ունենալու է արդյունք, ինչքան էլ ուզում է Ռուբինյանը խուսափի կամ մյուսները խուսափեն, ինչքան էլ ու կտեսնեք, թե այս ամեն ինչին հասարակությունը ինչ վերաբերմունք է ցուցաբերելու։ Եթե մի օր ես խնդրեմ ժողովրդին, որ գան Ռուբինյանի հետ միասին ես գնամ հանդիպման, ու ստեղ էլ մի 100,000 մարդ, այդ վաղ մեկ սաղս պիտի գնանք Ռուբինյան ման գանք։ Այդ օրը լինելու է։ Այդ դեպքում կարող է հայտարարեք ձեր անունը որպես վարչապետի տեխնացու։ Ես նման հավակնություններ չունեմ եւ կարծում եմ, որ այդ հարցը падգամավորների որոշման տիրույթում է։ Ես ինքս նման հավակնություններ չունեմ։ Այդքան մարդ պարտադիր չի, որ հավաքվի, որ նախաձեռնության հեղինակը հավակնություն ցուցաբեր, այդքան մարդ կարա հավակնի եւ ցանկացած ուրիշ մեկը դառնա վարչապետ։ Իմ նպատակը այնա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է, ոչ թե ինչ որ մեկին վարչապետ կարգելը։ Դուք վաղուց այսպես ձեր այս թեզը, որ պետք է impeachment հայտարարեն падգամավորները նոր չէ եւ որևէ արդյունք էս պահին չկա, ձեր հետագա քայլերը եւ եղել են ժամանակներ, որ այո փողոցում մարդ եղել է բավականաչափ, այսինքն ինչ հիմքերով է սա հնարավոր, որ իրական դառնա։ Մեր քայլերը շատ հստակ են, շատ որոշակի եւ ինչն է կարեւոր, մեր մոտեցումները ինչ են անխոցելի, որովհետեւ հիմնված են բացառապես սահմանադրության օրենքների եւ առողջ տրամաբանության վրա։ Ով ինչ ուզում ասի չեն կարալու դրանից որևէ շեղումներ թույլ տան։
Հիմա տեսեք ես ինչ եմ անում։ Նամակը գրել եմ падգամավորին, պատասխանումից ստացել եմ, չեմ ստացել, ես դրանով չեմ բավարարվում։ Ես հետևողականորեն փորձելու եմ իրաց դա բացատրել։ Եթե դա չլինի, ես դիմելու եմ ժողովրդի աջակցության։ Ասեմ, տեսնում եք, այն ինչ որ ես հիմա ես օրինակ ոչ մի մարդու չեմ խնդրել որ գա։ Ձեզ խնդրել եմ լրագրողներին, այն էլ հետաքրքրության դեպքում, եթե հետաքրքիր է, ցանկալի է, եկեք լուսաբանելու։ Ոչ մի մարդու չեմ խնդրել որ գան, հիմա փողոցը փակեին, իրանց բռնեին, տանեին, ըստ ոստիկանության հետ, բախումը դրա կարիքը չկա։ Ես մենակով այդ չարչարա, էսա չարչարանք է, տեսնում եք, չէ՞, հեշտ չի ընթանում էս ամեն ինչը։ Ես իմ բաժին ծանրությունը, չարչարանքը միայնակ տանում եմ։ Որ պահին, որ ես տեսա, որ իմ միայնակը լինելը դժվարացնում է գործը եւ ինձ պետք է այլ մարդկանց աջակցություն, ես այդ ժամանակ խնդրել եմ ժողովրդին այս նույն բանը անելու համար։ Հետո ասիկի ժողովրդի աջակցությունը ոչ մի այլ բան չի ենթադրում, քան որպեսի մենք բոլորս միասին խնդրենք մեր падգամավորներին, որպեսզի իրենք իրենց պարտականությունները կատարեն առանց նման հիստերիկ ամբիցիոզ դրսևորումներով։ Սա հիստերիայի դրսևորում է, այսօրվա Ռուբինյանի վարքագիծը, սա միամիտ հիստերիկ մարդու վարքագիծ է։ Գրաֆիկ ունեմ։ Գրացվել եմ ես բոլոր, մենակ վաղը չկա հանդիպում, գրաֆիկով ես դրանց հանգիստ չեմ թողնելու։ Հերթով, սամը իրանց կողմից սահմանված օրը, այս անձնական նամակներն եմ գրելու, անձնական, օրինակ Վահագն Ալեքսանյանը ինձ մի հատ պատասխան է գրել, որը ես հասկացել եմ ինքը իմպիչմենտի էությունը չի պատկերացնում։ Պետությունը ամեն ամիս 250,000 դրամ գումար է տալի падգամավորին, կոչվում է падգամավորական ծախսերի փոխհատուցում, որպեսզի իրանք սրճարաններում, ռեստորաններում մարդկանց հետ հանդիպեն, քննարկեն։ Հիմա պետք է խնդրեմ Վահագն Ալեքսանյանը այդ գումարների հաշվին Երևանի կենտրոնի մի ռեստորաններից մեկում ինձ համար պատվիրի մի հատ ամերիկանո, մի հատ բյուրեղ, իր համար մի լագյան ուտելիք ամեն ինչով, ինքը ասենք նստենք, ինքը ուտի ես խոսեմ, որովհետև երբեմն մարդու ուղեղը աշխատում է, երբ որ ստամոքսի հետ կապված խնդիրները արդեն լուծված, եկեն ինֆորմացիան ընկալունակությունը բարձր է, եթե ստամոքսը պարունակություն, հիմա ինքը ուտի ես բացատրեմ, դա պետք է անպայման ուտելով ուղղել, սոված փորով եղավ, իսկ թվում է ոչ մի արդյունք մենք չենք ունենալու։ Մանավանդ վերջեսենի հայլը կարող է ճիճու-միճու էլ դա ունենա։ Հիմա դա պիտի ուտի ես խոսեմ, որից հետո պիտի հասկանա, թե ինչ է իմ ասածը, ինքը գրավոր պիտի գրի, ասի ես հասկացա ձեր ասածի էություն։ Եթե չէ, պիտի ժողովրդով հավաքվենք, տանենք դրանք ուրիշ տեղ կերակրենք։ Որ պիտի հասկանան, այդ մարդիկ չեն կարող խուսափեն այդ պատասխանատվությունից, իրանց պարտականությունն է դա։ Ես եմ